Հայաստանում արևմտյան նեղոստենդով վարակված մեկ մարդ կա։ Միջին տարիքի բուժարուն անձամբ է դիմել ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Հաշվի առնելով, որ արդեն իսկ մենք գտնվում ենք սեզոնում, բազմաթիվ հետազոտություններին զուգահեռ իրականացվել է նաև արևմտյան նեղոսի տենդի վերաբերյալ հետազոտություն եւ արդյունքը եղել է դրական։ Գլխացավ, մկանացավ, դող, բարձր ջերմություն, հոտացավ, գլխապտույտ, մարմնի ցանավորում։ Վարակակիրը հոսպիտալացվել է այս ախտանիշներով։ Այս պահին վիճակը բավարար է, ուղեկցող հիվանդություններ չունի։ Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ, շաքարային դիաբետ, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցողներն են ռիսկային գոտում։ Դա առավել ծանր ընթացք է ունենում 65-ից բարձր տարիքային խմբում եւ ուղեկցող հիվանդություններ ունեցող բուժառուների մոտ։ Տվյալ բուժառուն չի հանդիսանում ռիսկային խմբում։ Տենդը աշխարհի մի ծայրից մյուս ծայրը տարածողները երկարաբեղիկ, երկթևանի այս մոծակներն են։ Հիվանդությունն արթնանում է նրանց սեզոնային ակտիվությունից։ Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Անվանումը ինքը արդեն իսկ ասում է արևմտյան առավել բնորոշ է տվյալ տարածաշրջանի երկրներին, բայց հաշվի առնելով միգրացիան, իհարկե նաև հնարավոր է տարածվել, հանդիպել աշխարհի նաև մյուս երկրներում։ Հիվանդությունը ունի հստակ սեզոնայնություն, սկսվում է հիմնականում գարնան վերջի ամիսներից մինչև աշնան սկզբի ամիսներն, այսինքն մոտավորապես մայիս, հոկտեմբեր ժամանակահատվածն է հիմնական բնորոշ սեզոնը։ Վարակված մարդկանց 80%-ի դեպքում հիվանդությունն ընթանում է անախտանիշ։ Ընդամենը 1%-ի դեպքում կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում, մենինգիտ, էնցեֆալիտ։ 1% դեպքերում հնարավոր է հիվանդությունը ընթանալ որպես նեյրոինվազիվ հիվանդություն։ Արևմտյան նեղոսի տենդից մարդիկ կարող են պաշտպանվել, եթե կրեն փակաքուս, տանտառային կամ ջրային տարածքներում, օգտագործեն միջատներին վանող միջոցներ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Անցած տարի օգոստոսին է արևմտյան նեղոսի առաջին դեպքը գրանցվել Հայաստանում։ Դրանից 3 շաբաթ անց վարակվածների թիվն արդեն մոտ 60 էր, սեպտեմբերին արդեն անցնում էր 100-ից։ Վարակի այդ ակտիվ շրջանում նաև մահեր գրանցվեցին Հայաստանում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Հայլուրի հետ հեռախոսազրույցում հայտնում է, որ վիրուսը փոխանցողների շրջանում շարունակում են իրականացնել միջատաբանական հետազոտություններ։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։